հայտարարությունը ասում է քո ինչ խելքի բանն է դու աշխարհակահաղական վերլուծություններ ես անում ինչպես կմեկնաբանեք։ Բայց ես նոր գեղեցկի դու ես նոր մեկնաբանեցի եթե ուշանում եմ հաջորդ Չէ, եթե ես չեմ տիրապետում, ես նոր եմ ասում, ինքն է տիրապետում, իր տիրապետացի արդյունքը պատերազմ հրահրելն էր, զոհեր տալն էր, հողեր հանձնել էր, իմ ազգին խեղճացնելն էր, իմ ազգին այս պարտությունը, որ Ծառուկյանը բանակցել է Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահի Տոմաս Բախի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի Պատրիկ Կիկեի պատերազմի ժամանակ 2015 թվականին, որը երաշխավորած է եղել, գրել ենք, եւ ես Հայաստանից 50 հոգի մարզիկ տալ եմ Բաքու, մեկի մազը չի ծռվել, գնացել է Բաքու, մասնակցել է, ուղղել էին իմ հային, Հարությունյան Միրանին, աշխարհի չեմպիոնի հետ, Ալիև էր ազգանունը, որ Ալիևը սկզբից կպա մեր Հարությունյանի հետ, 3 աչոք վերցրել էր, ամբողջ դալիճը գոռում էր, բայց Միրանի ցավը տանե որպես հայ, դրեց մորթեց, հաղթեց, ամբողջ դալիճը ճանճ չէր դզում, Ծառուկյանը այդ բանակցություն ուներ, որ ուղարկեց Բաքվում էլ դրոշը բարձրացնել տվեց 2015 ինքը միայն պատերազմ արարե, պատերազմ զոհեր տվե, հողեր հանձնել եւ ինչեւ հիմա էլ այդ անգլավներն հանձնելու, Տիգրանաշենն հանձնելու եւ այսօր Սևանում էլ, Երևանում էլ, Կոնդում էլ պատրաստվում բնակեցնի։ Ամսի հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում կայանում է այսօր այդ Ալիևնա կազմակերպել։ Այդ հարցը դու իրան ասած Ծառուկյանացը էսա քու բանակցերը պրոֆեսոր ջան, որ սա պրավալա, սա հայտարարություն ազգին հեղինակազրկել ես, պարտություն ես տվել, հողեր ես հանձնել, ժողովրդին սարքել ես տուգանքի մատը։ Ասում է Պակիստանը ինչպես կարող է անվտանգության երաշխավոր լինել։ Ասում է դերակատարողական հիմնարկն է անվտանգության երաշխավոր լինել։ Ես հիմա ասեմ, Պակիստանը մեր ասենք վարչապետը չմոռանա հենց ինքն է ստորագրել Պակիստանի որպես պետություն ճանաչել է եւ 3 ամիս հետո էլ դիվանագիտական հարաբերությունը թող ինքը իրարացները չմոռանա դրա հիման վրա որոշել է վարչապետի թեկնածնով է պարոն Ծառուկյան։ Պարոն Ծառուկյան, իսկ Անդրանիկ Թևանյանի կալանավորումը ինչպես կմեկնաբանեք։ Ես արդեն մեկնաբանել եմ։ Ձեր վարչապետի թեկնածուի անունը Գյումրիում ասացիք մի քանի օրից կհնչեցնենք, հիմա չեք ասելու։ Գնացի դեռ վաղ չի։